Պարզվել է, որ օրգազմի պահին մարդու սրտի զարկերի հաճախականությունը կարող է հասնել նույնիսկ մինչև 140 զարկի 1 րոպեում։ Որպեսզի ձեզ համար դա պատկերավոր լինի, ասեմ, որ եթե սովորական պայմաններում, հանգիստ վիճակում ձեր սիրտը նման ձևով զարկի, ձեզ անմիջապես կտանեն հիվանդանոց գնահատելով որպես սրտի ռիթմի լուրջ խանգարում։ Մեր գիշերային զրույցներում մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք սովորաբար լռում եք։ Մեր գիշերային զրույցի այսօրվա թեման խոլեստերինն է։ Բառը վստահ եմ շատերիդ է ծանոթ, քանի որ դրա հետ կապված խնդիրները շատ տարածված են մեր օրերում։ Թե ինչպես կառավարել այն, որպեսզի չվնասի մեզ, կքննարկենք մեր հյուրի, թերապևտ Լամարա Մանուկյանի հետ։ Բարի քեզ գիշեր, Տիկին Լամարա, շնորհակալ եմ, որ այսօր այս գիշեր մեր հյուրն եք։ Բարև ձեզ հարգելի վրեժ, շատ շնորհակալ եմ հրավերի համար։ Հույսով եմ այսօր էլ կունենանք հետաքրքիր զրույց։ Տիկին Լամարա, մեր օրերում շատ է խոսվում խոլեստերինի մասին։ Եվ այսօր նույնիսկ հենց առաջին իսկ այցելության ժամանակ հենց պացիենտները իրենք են հուշում մեզ խոլեստերինի մասին։ Ինչ է խոլեստերինը, ինչ դեր ունի ինքը օրգանիզմի գործունեության եւ նյութափոխանակության հարցերում։ Վրեժ ջան, բացարձակ ճիշտ եք, որովհետեւ բուժառուները հիմա արդեն վերջերս այդպիսի միտում ունեն, գալիս են մեզ մոտ անկախ թե ինչ գանգատով են եկել կամ ինչ օրգան համակարգի ցավեր ունեն։ Առաջին ասում եմ բժշկուհի ջան, բայց ամենի հետ մի հատ խոլեստերինս էլ կստուգես։ Այսինքն անկախ նրանից թե պետք չի, խոլեստերինը դարձել է կարծես մի այսպիսի վախ առաջացնող տագնապային մի երևույթ, եթե մեկը մեկին նույնիսկ խոսակցության մեջ հարցնում է քո խոլեստերինը բարձր է, ինչքան է բարձր է, իմս այսքան է, ու դա շատ առաջացնում է վախի մթնոլորտ, փորձում են անընդհատ հրաժարվեն որևէ սննդատեսակներից եւ այլ։ Տեսեք, այստեղ երկկողմ ունի այս հարցը, հա, եւ կա որոշ ճշմարտության չափաբաժին եւ կա հավելյալ տագնապ ստեղծած մթնոլորտ խոլեստերինի շուրջ։ Որպեսզի այս ամեն ինչը պարզաբանենք, պետք է սկսենք ամենապարզ բանից, թե ինչ է խոլեստերինը։ Այո, խոլեստերինը դա ճարպ է, որը մտնում է մեր բջիջի թաղանթի մեջ եւ պահում այդ բջջաթաղանթը ամուր, այսինքն ձիգ։ Եթե խոլեստերինը չլինի, բջջաթաղանթը կարող է շատ արագ վնասվել եւ շատ արագ կարող է այսպես անկում ապրել։ Բացի դրանից, խոլեստերինը շատ կարևոր նյութ է, որը խթանում է տարբեր հորմոնների արտադրությունը, օրինակ նույն վիտամին D-ի արտադրությունը, նույն սեռական հորմոնների արտադրությունը, տեստոստերոնի, էստրադիոլների, այո, ինչու՞ չէ նաև մակ երիկամի արտադրված հորմոններն է խթանում, օրինակ կորտիզոլը եւ այլ, նաև մասնակցում է ճարպաթթուների արտադրության մեջ։ Այսինքն ինքը բազմաթիվ լուրջ եւ շատ կարևոր գործառույթներ ունի մեր օրգանիզմում եւ առանց իրան մենք չենք կարող ապրել։ Հիմա, բայց չէ որ մենք գիտենք, որ խոլեստերինը նաև ունի ինչ-որ վնասակար ազդեցություն։ Այդ վնասը ո՞րն է, մենք պետք է սա շատ ճիշտ ու գրագետ բացենք, դա ինքը շատ նուրբ հարց է եւ երբ որ այդ հարցը դիտարկվում է որպես գլոբալ այսպես խնդիր, մենք նայում ենք իրան որպես գլոբալ վնասատու ինչ-որ երևույթ։ Հիմա բացատրեմ ձեզ, թե խոլեստերինը ինչպիսին է լինում։ Մենք ունենք խոլեստերին, ընդհանուր խոլեստերին եւ դրանից առաջացած տարբեր իր ֆրակցիաները, այսինքն հանրությունը դա կոչում է լավ եւ վատ խոլեստերին։ Միշտ ասում են ինձ մոտ վատ խոլեստերինը բարձր։ Եկեք հենց դրա մասին։ Լավ խոլեստերինը դա բարձր խտության լիպոպրոտեիդներն են, ասեմ, որ սկզբից մինչև դեռ բացատրելու ինչ է լիպոպրոտեիդը, ասեմ, որ խոլեստերինը քանի որ ճարպ է եւ ինքը չի լուծվում ջրային միջավայրի մեջ, հետեւաբար նա պետք է ինչ-որ միացության ձևով լինի եւ ինքը միանում է սպիտակուցի հետ, իսկ արյունը մենք գիտենք, որ 90%-ով ջրային միջավայր է, այդ իսկ պատճառով, որպեսզի ինքը շրջանառի արյան մեջ, ներծծվի, ինքը պետք է միացած լինի սպիտակուցների հետ, եւ այդ սպիտակուցները կոչվում են լիպոպրոտեիդներ։ Ահա, այսինքն ճարպա սպիտակուցային միացություններ։ Մենք ունենք 3 տեսակի ճարպա սպիտակուցային միացություններ, դրանք լիպոպրոտեիդները բարձր խտության, դա այդ մեր ասած լավ խոլեստերինն է,
որը որ գալիս է դեպի լյարդ եւ նյութափոխանակությունը կատարվում է լյարդում եւ ունենք վատ խոլեստերինը, որը որ հակառակ ցածր խտության լիպոպրոտեիններն են, շատ ցածր խտության եւ այլ, դա շատ կարեւոր չէ այդքան մանրամասն իմանալը, բայց պետք է իմանանք, որ ցածր խտության լիպոպրոտեինները լյարդից անցնում են դեպի արյուն եւ ինչու՞ չէ նաեւ կարող են նստել անոթի պատին եւ ստեղծել խոլեստերինային վահանակ։ Դուք գուշակեցիք իմ հաջորդ հարցը, թե այդ վատ խոլեստերին կոչվածը ինչպես կարող է ազդել հատկապես անոթի պատերի վրա, ինչ ազդեցություն կարող է թողնել, որովհետև շատերը հենց այդ մտավախությունից ելնելով են միշտ ուզում չափել իրենց խոլեստերինը։ Իհարկե, եթե մեր օրգանիզմում ճարպային նյութափոխանակությունը, իսկ առավել եւս ճարպ-ածխաջրածնային նյութափոխանակությունը կարգավորված է, բնականաբար բոլոր խոլեստերինային այսպես ֆրակցիաները, հա, իրենց ճիշտ նորմաներում են։ Որպեսզի ժողովուրդը ավելի պարզ պատկերացնի, թե ինչպես կարելի է խոլեստերինը գնահատել եւ չհիշի այդ բարդ նորմաները, մենք այսպես ունենք հետաքրքիր սանդղակ 4, 3, 2, 1։ 4-ը ընդհանուր խոլեստերինն է, մինչև 3 պետք է լինի միլիմոլ լիտրի, հա, չափման միավորը պետք է լինի ցածր խտության խոլեստերինը, մինչև 2 պետք է լինի բարձր խտության խոլեստերինը եւ 1 պետք է լինեն եռգլիցերիդները։ Եռգլիցերիդները դա խոլեստերինային միայն ֆրակցիան է, որը հիմնականում կուտակվում է արտաանոթային հատվածներում, մեր որովայնային ճարպի մեջ, մեր սրտի վրա, մեր ներքին օրգաններում կուտակվում է արտաանոթային տարածություններում։ Եվ մեր գիրությունը ապահովում է հենց հիմնականում եռգլիցերիդներով, այո։ Եվ պետք է անպայման նշեմ, որ իհարկե բարձր խոլեստերինի, լավ խոլեստերինի բարձր լինելը շատ կարևոր է եւ շատ օգտակար է մեր օրգանիզմի համար, բայց մի հատ այսպիսի նուրբ դիտարկում եմ ուզում անել եւ ուզում եմ, որ սա շատ ուշադիր ընկալվի մեր լսողների կողմից, հեռուստադիտողի կողմից, որ եթե մենք ունենք բարձր խոլեստերին, ցածր խտության խոլեստերինը, հա, վատ խոլեստերինը բարձր թվերի վրա է, դա չի նշանակում, որ մենք ունենք աթերոսկլերոզ։ Այսինքն աթերոսկլերոտիկ հիվանդությունը, այսինքն խոլեստերին տարածված աթերոսկլերոզը պայմանավորված է ցածր խտությամբ լիպոպրոտեիններով, այսինքն վատ խոլեստերինով, բայց նրա բարձր լինելը դեռ չի նշանակում, որ բոլոր անոթները ախտահարված են։ Այսպես մենք գալիս ենք մի հետաքրքիր նուրբ կետի, երբ որ խոլեստերինը պետք է արդեն ախտահարի անոթ, դրա համար պետք է ինչ, որ մեր անոթը լինի վնասված։ Այսինքն մեր բժշկական լեզվով մենք ասում ենք էնդոթելիալ դիսֆունկցիան կամ էլ անոթի վնասումը։ Այսինքն եթե մենք ունենք անոթի վնասում, այդ ժամանակ նոր խոլեստերինը գալիս է այդ վնասված անոթի վրա։ Իդեպ սա ունի իր դրական կողմը, կոմպենսատոր, որովհետև բնությունը այնպես է ստեղծել, որ խոլեստերինը, քանի որ բջջաթաղանթի մեջ է մտնում, բնականաբար ինքը պետք է այդ վնասված պատը լցնի եւ ինքը գալիս է հենց այդ նպատակով վերականգնելու վնասը, վնասված հատվածը, բայց արյունի տես, երբ որ մենք արյան մեջ ունենք ավելի մեծ քանակ խոլեստերին, ստացվում է այնպես, որ դա միայն ոչ միայն վնասն է փակում, այլ նաեւ կուտակվելով ստեղծվում է խոլեստերինային վահանիկ, որի վրա էլ արդեն բնականաբար, եթե մենք ունենք նաեւ արյան շրջանառության խանգարում, բնականաբար դրա վրա արդեն սկսում են կուտակվել ֆիբրինային, այսինքն ձևավորվում է տրոմբը եւ ունենք արդեն փաստացի անոթի նեղացում։ Տիկին Լամարա, եկեք խոսենք պատճառներից։ Որոնք են այն հիմնական պատճառները, որոնք բերում են խոլեստերինի բարձրացման, հատկապես վատ խոլեստերինի։ Այո, տեսեք, սա շատ կարևոր հարց էր եւ կարծես թե ինքը շարունակությունն է մեր մտքի, խոսքի, որովհետեւ տեսեք, ես միանգամից ուզում եմ ասել, որ շատ մարդիկ կան, որոնք ունեն շատ բարձր խոլեստերին, բայց չունեն աթերոսկլերոտիկ հիվանդություն եւ ստուգված բոլոր անոթները բացարձակ անցանելի են եւ իրանք չունեն աթերոսկլերոտիկ, այսինքն սա խոսում է նրան մասին, որ մենք չունենք անոթի վնասում եւ խոլեստերինը պատճառ չունի նստելու այդ անոթին։ Իհարկե, եթե մարդը ունի բարձր խոլեստերին, հավանականությունը, որ ինքը կնստի վնասված անոթին ավելի շատ է, քան թե եթե ինքը ունի նորմալ խոլեստերին, բայց մենք ունենք բազմաթիվ հիվանդներ, որոնց խոլեստերինը
այդ վատ խոլեստերինը նորմայի սահմաններում է, բայց ինքը ունի տարածուն աթերոսկլերոզ։ Այսինքն, ինչքան էլ մենք խոլեստերինը իջացնում ենք, բայց միևնույնն է, եթե մենք ունենք վնասված անոթային համակարգ, անոթի պատի վնասվածություն ունենք, բնականաբար միևնույնն է, մենք ունենալու ենք աթերոսկլերոտիկ հիվանդություն։ Հիմա այն ինչ պատճառներն են, որոնք բերում են անոթի վնասմանը, այսինքն ոչ թե խոլեստերինի բարձրացմանը, այլ անոթի վնասմանը։ Մենք ճիշտ պետք է նայենք առաջի կարևոր պատճառները, իհարկե ծխելը, իհարկե հիպոդինամիան, այսինքն սակավ շարժունակությունը, իհարկե սննդակարգի ոչ ճիշտ այդ առողջ սնունդը անընդհատ արծածվում այդ բառան առողջ, անառողջ, այդ որն է այդ առողջ սնունդը։ Իհարկե առողջ սնունդի ես նոր գալիս եմ եվրոպական բժիշկների միջազգային գիտաժողովից եւ անընդհատ խոսվում էր միջերկրածովային սննդակարգի մասին, փոխարինեք կարմիր միսը ձկով, անպայման բջջանք պետք է լինի մեր գերածի մեջ, իհարկե փոխարինեք պարս ածխաջրերը բարդ ածխաջրերով, անպայման պետք է այս անընդհատ ասում ենք, բայց կարծես թե հակառակ չենք գործածում, որովհետև մեզ պետք է ընդմիջման ժամանակ արագ ֆաստ ֆուդով կշտանալ եւ անցնել գործի ժամանակի սղությամբ եւ բնականաբար արագ հասնել, որովհետև միշտ ուշանում ենք եւ չենք քայլում բնականաբար, մենք դրա մասին էլի խոսել ենք, որ պետք է քայլել, պետք է ունենալ ֆիզիկական ակտիվություն եւ որովհետև որպեսզի այդ նույն ճարպերը այրվեն, մենք պետք է ունենանք ֆիզիկական ակտիվություն եւ շատ կարեւոր խնդիր է այսօր համար մեկ խնդիրն է այսօր բժշկության պանդեմիան է, դա ճարպակալումը, ավելնորդ քաշը եւ ճարպակալումը, որը հիմք է հանդիսանում բոլոր հիվանդությունների եւ ոչ միայն գիտեք սիրտանոթային եւ շաքարային դիաբետի եւ սեռական խանգարումների բոլոր հիվանդությունների հիմքը դա մետաբոլիկ խանգարումներն են, այսինքն դա շատ կարևոր խնդիր է, որ մենք հետևենք մեր քաշին։ Ինչպես բարձրացավ քննարկումից, խոլեստերինային վթարները ունեն բազմաթիվ կողմնակի ազդեցություններ։ Դրանցից մեկը թերևս ամենահիմնականը նյութափոխանակության խանգարումն է, որի արդյունքում կարող է տուժել եւ սեռական առողջությունը, եւ մաշկի առողջությունը, ինչու՞ չէ նաեւ մազերի խնամքը եւ վիճակը, որը կարող է հանգեցնել հետագայում նաեւ մազաթափության։ Սակայն խնդիր չէ, սա նույնպես ունի իր լուծումը։ Մեր հաղորդման գործընկեր Alpen Pharma-ն արդյունավետ միջոց է առաջարկում։ Alpen-տան եվրոպական շուկայի համար ստեղծված բարձրակարգ շվեյցարական հավելում է, որն ազդում է հենց այն հատվածում, որտեղ սկսվում է խնդիրը՝ մազի արմատներում։ Եթե տարատեսակ շամպուններն ու կոսմետիկ միջոցները հաճախ քողարկում են խնդիրները, տալիս կարճաժամկետ լուծումներ, ապա Alpen-տան հարցը լուծում է արմատապես։ Alpen-տայի բնական բաղադրությունը խթանում է մազերի աճը, վերականգնում վնասված կառուցվածքը, տալիս առողջ փայլ եւ գրավչություն։ Այլևս կարիք չկա տարբեր ժամանակատար պրոցեդուրաներ անել, օրական ընդամենը 1 պատիճ սննդի հետ եւ ոչ միայն ձեր մազերը, այլ նաեւ ձեր մաշկն ու եղունգները կստանան իրենց անհրաժեշտ բոլոր սնուցող նյութերը։ Մեկ տուփի մեջ կան ամբողջ կուրսի համար անհրաժեշտ բոլոր պատիճները։ Alpen-տա արմատական լուծում բառի ուղիղ իմաստով։ Ուշադրություն, Alpen-տան ունի հակացուցումներ, մասնավորապես այն չի կարելի հղիներին ու կերակրող մայրերին եւ նախատեսված է 18-ից բարձր անձանց համար։ Ավելի մանրամասն կարող եք տեղեկանալ ներդիրում։ Տիկին Լամարա, եկեք խոսենք այն նշաններից, որոնք կարող են հուշել մարդուն, որ իր մոտ կա խնդիր խոլեստերինի հետ կապված, ընդգծեմ վատ խոլեստերին։ Այսինքն մենք մարդը պետք է ունենա որևէ միտեղ անոթային խնդիր, որպեսզի մենք հասկանանք, որ մենք ունենք բարձր խոլեստերին, վատ խոլեստերինը մեր մոտ բարձր է եւ արդեն ախտահարել է անոթը, մենք պետք է անպայման ունենանք որևէ տեղ գանգատ, որևէ օրգան համակարգում։ Եթե սիրտանոթային համակարգին է վերաբերվում, մենք ունենանք զարկերակային գերճնշման բարձրացում։ Նույնիսկ աննշան զարկերակային գերճնշման բարձրացումը ես միշտ իմ բուժառուներին ասում եմ, եթե անգամ առաջնային աստիճանի զարկերակային գերճնշում է եւ դուք գոնե ամսվա մեջ մի քանի անգամ դա ֆիքսել եք, նույնիսկ 150-190-ը պատկերացնում եք 140-ից բարձր 140-90-ից բարձր զարկերակային գերճնշում ունենք, ուրեմն մենք պետք է մտածենք, որ
հնարավոր է մեր վատ խոլեստերինը բարձր է։ Եվ այս դեպքում այո, առաջին հետազոտություններից մեկը պետք է լինի հայտնաբերել արյան մեջ բարձր խոլեստերինը։ Եվ եթե արդեն ունենք բարձր խոլեստերինը, այո, պետք է իրեն շտկենք։ Եվ տեսեք, իսկ եթե մենք ոչ մի գանգատ չունենք, բայց պատահական հայտնաբերել ենք բարձր խոլեստերին, այս հիվանդը չի համարվում, այս մարդը չի համարվում հիվանդ, այսինքն մարդ, որին պետք է խոլեստերինը կարգավորել։ Մինչ այն նա կարող է կարգավորել բարձր խոլեստերինը միայն փոխելով սննդակարգը, ոչ դեղորայքային, այսինքն միջոցներով կարգավորել, փոխելով սննդակարգը, փոխելով իր ֆիզիկական ակտիվությունը ավելացնելով, բնականաբար այս մեթոդներով հրաժարվել ծխելուց եւ այլ, որտեղ ծխելը մենք գիտենք համար առաջին խնդիրն է, որը հման առաջի պատճառն է, ռիսկի գործոնը, որը առաջացնում է էնդոթելիալ դիսֆունկցիա։ Տեսեք, ես ընդհանրապես ասեմ, որ դեմ եմ ծխելուն որպես սովորույթի, որովհետև մենք հիմա անցնում ենք էլեկտրոնային սիգարետների, էլեկտրոնային, եւ մտածելով, որ նվազեցնում ենք վնասը, այո, նվազեցնում ենք որոշ չափով վնասը, քանի որ բնականաբար այդ այրվող նյութերը, այրվող թունավոր նյութերը չեն անցնում դեպի մեր թոքեր, բայց մենք ամենակարևոր գործոնը նիկոտինը, որը կա եւ այնտեղ, եւ սովորական սիգարետում եւ էլեկտրոնային սիգարետում մենք չենք նվազեցնում, իսկ մենք գիտենք, որ տևական ազդման դեպքում նիկոտինը անպայման բերելու է անոթի վնասման եւ էնդոթելիալ դիսֆունկցիայի զարգացման։ Եվ շատ պացիենտներ տիկին Լամարա ունեն բարձր խոլեստերին, հələ մի հատ էլ ծխում են, հələ մի հատ էլ հերոսաբար ալկոհոլ են օգտագործում։ Ինչ է լինում այս դեպքում այս վնասակար եռամիասնությունից անոթի պատի ճակատագիրը ինչպիսին կլինի։ Անոթի պատի ճակատագիրը հասնում է նրան, որ մենք փաստացի հիմա գրանցում ենք, որ մեր ինֆարկտները, ինսուլտները երիտասարդացել են, եթե առաջ 40 տարեկան տղամարդը ապահովված էր սիրտանոթային պատահարից, այսօր 35 տարեկանից բարձր տղամարդը արդեն սիրտանոթային պատահարի մեծ ռիսկի գործոն ունի, եթե ինքը ունի ձեր ասած եռյակը ավելորդ քաշ, ծխում է, խմում է եւ բնականաբար չի վարում ակտիվ կենսակերպ։ Սա շատ կարևոր է, որ մենք իմանանք, որ միայն խոլեստերին ունենալ արյան մեջ, դա չի նշանակում, որ մենք պետք է իրան դեղերով իջացնենք եւ վերջ, եւ մտածենք, որ ամեն ինչը կարգին է, լուծվեց։ Ոչ, եթե մենք չենք հրաժարվում ծխելուց, իմաստ չունի իջացնենք խոլեստերին արյան մեջ, որովհետեւ եթե մենք ինչքան էլ խոլեստերինի թվերը, վատ խոլեստերինի իջացնենք արյան մեջ, միևնույն է, չէ՞ որ մեր անոթները չեն լավանա, քանի դեռ նիկոտինը վնասում է։ Եվ հենց շարունակելով ձեր միտքը հիշեցի բազմաթիվ դեպքեր պացիենտների հետ կապված, վստահ եմ դուք էլ բնականաբար գործ եք ունենում նման պացիենտների հետ, որոնք ուզում են շատ արագ բուժվել, շատ արագ վերականգնել իրենց սեռական ֆունկցիան, բայց չեն ուզում, համառորեն չեն ուզում հրաժարվել իրենց վնասակար սովորություններից, ծխելուց, ալկոհոլի չարաշահումից, ուզում են միայն դեղորայքի հրաշք ազդեցությամբ կարգավորել իրենց խնդիրը։ Եկեք փաստենք, որ դա անհնար է։ Դա ուղղակի այո, դա ուղղակի անհնար է, որովհետև մենք փորձում ենք վերացնել հետևանքը առանց վերացնելու պատճառը, իսկ առանց պատճառը վերացնելու դա ու այստեղ մի կարևոր միտք եկավ ինձ, անպայման ուզում եմ սա էլ բարձրաձայնեմ, Վրեժ ջան, ուրեմն շատ հաճախ ինձ ասում են, իսկ ինչ կլինի, որ մենք այսպես լսել են, որ ստատինները ունեն բացասական ազդեցություններ, ինչու՞ չէ նաև սեռական ոլորտի, ֆունկցիայի վրա, ինչու՞ չէ նաև այլ օրգան համակարգերի վրա, եւ որտեվ հիմնականում մեր դեղորայքները դրանք ստատիններն են, որոնցով մենք կարգավորում ենք ճարպային նյութափոխանակությունը, բայց կարելի է այլ տարբերակներով, օրինակ առաջարկում են տարբեր խոտաբուքարաուզի թուրմը, չգիտեմ, տարբեր այլ այսպես տարբերակներ ոչ դեղորայքային միջոցներով իջեցնել խոլեստերինը։ Ուզում եմ հիմա միանգամից այս հարցին պատասխանեմ, որ այդ թյուր կարծիքները այլևս չհնչեն։ Չկա նման բան, որը կարող է իջեցնել
նվազեցնել խոլեստերինի քանակը։ Այստեղ կա մի ուրիշ բան, եթե մենք ունենանք քաշի նվազում 5 կիլոգրամ, մենք ունենանք 1 միավորով խոլեստերինի իջեցում։ Այսա համաձայն եմ, բայց ես ունեմ բազմաթիվ հիվանդներ, որոնք կատեգորիկ հրաժարվել են խմել դեղորայքային բուժում ստանալ, բայց նպատակ են դրել եւ նիհարել են 20-25 կիլո եւ նրանք ունեն այս պահին կարգավորված նյութափոխանակություն։ Այսինքն մենք նիհարելով կարգավորում ենք նյութափոխանակությունը, մենք ոչ թե մեխանիկորեն իջացնում ենք վատ խոլեստերինը, այլ ընդհանուր կարգավորում ենք նյութափոխանակությունը, բարձրացնում ենք լավ խոլեստերինը։ Ցածր իջնելով պետք է բարձրը բարձրանա։ Եթե հիմքում ունենք լյարդի ծանրաբեռնվածությունը, լյարդի ճարպակալումը, իսկ լյարդն է հիմնական այն օրգանը, որը մասնակցում է խոլեստերինի նյութափոխանակությանը, պարզ է, որ ինչքան էլ խոլեստերինը փորձես դեղորայքով իջեցնես, մինչև չփոխվի կենսակերպը, սննդակարգը, մինչև չհասնենք քաշի նվազեցմանը եւ լյարդը չբեռնաթափենք, բնականաբար խոլեստերինի հարցը հնարավոր չի լինում լուծել։ Տիկին Լամարա, սովորաբար նաև այսպիսի միտք է հնչում, որ բարձր խոլեստերին ունեն հիմնականում մեծերը 50-անց, 60-անց, եւ այդ կարծիքը շատ հաճախ է հնչում։ Կա արդյոք տարիքային տարբերություն, որովհետեւ ես իմ պրակտիկայում էլ շատ հաճախ երիտասարդների պարագայում տեսնում եմ, որ վատ խոլեստերինի խնդիր ունեն նաեւ երիտասարդները իրենց սեռական խնդիրներով։ Շատ հետաքրքիր հարց տվեցիք եւ ասեմ, որ բացարձակապես տարիքային տարբերություն չկա։ Շատ առաջ մենք համարում էինք, որ հիվանդանում են միայն ծերանալուն ծերացող մարդիկ եւ ծեր մարդիկ, այսինքն տարիքի հետ են հիվանդությունները գալիս, բայց հիմա այդ կարծրատիպը արդեն չկա, որովհետեւ ես արդեն շեշտեցի, որ առավել եւս սիրտանոթային հիվանդությունները, ինչու՞ չէ նաեւ օնկոլոգիական հիվանդությունները, թոքային հիվանդությունները շատ են երիտասարդացել, երևի դա այստեղ մի կարևոր գործոն է նաեւ ոչ միայն մեր նշած պատճառները, այլ նաեւ մեր էկոլոգիական խնդիրները, որովհետև դա շատ կարևոր է, հա, շրջակա միջավայրի ավելի այսպես առողջ լինելը, հա, մեր առողջության համար եւ տեսեք հիմա մենք ունենք բազմաթիվ երիտասարդներ եւ ասեմ այդ երիտասարդները անգամ ունեն ավելորդ քաշ, այդ երիտասարդները կարծես թե հիմա շատ միտումը գնում է հաճախել մարզասրահներ, մարզվել, հիմա հետեւել սննդակարգին, հա, այս նոր սերունդը կարծես թե ավելի հակված է բարդ, հա, քան թե մեր տարիքային խումբը եւ ես տեսեք շատ հաճախ օրինակ 25 տարեկան տղայի մոտ հայտնաբերում եմ բարձր խոլեստերին, 30 տարեկան կնոջ մոտ հայտնաբերում եմ նորից բարձր խոլեստերին եւ գիտեք ինչն է, ես կարծում եմ այս փաստը ես անպայման պետք է ասեմ, մենք պետք է իմանանք, որ խոլեստերինը ժառանգապահական նախատրամադրվածություն ունի եւ կա այսպիսի ապոյեգեն, որը որ պատասխանատու է շատ խոլեստերին արտադրելու եւ տեսեք շատ մարդիկ ասում են, որ ինչու օրինակ մենք շատ ճարպոտ չենք ուտում, հետևում ենք մենք սննդակարգին, բայց մեր խոլեստերինը բարձր է, հա, իսկ այն մարդիկ, որոնք ավելի յուղալի են ուտում եւ նրանց խոլեստերինը բարձր չէ, եւ եստեղ պետք է նշեմ երկու կարեւոր բան։ Առաջինը մենք ունենք այսպիսի կոչված, գիտեք չէ, ֆրանսիական պարադոքս։ Ֆրանսիացիները իրենք ուտում են շատ յուղոտ, շատ ճարպոտ եւ իհարկե անպայման այդ տրապեզան ուտելու ուղեկցվում է գինի խմելով եւ քանի որ գինու մեջ կան նաեւ հակաօքսիդանտներ, ռեսվերատրոլ, որոնք որ օգնում են յուրացնելու այդ ճարպերը, բնականաբար արյան մեջ ավելորդ խոլեստերին, վատ խոլեստերին չի կուտակվում, դա մեկ վերսիան է, իհարկե ես չեմ հորդորում, որ անպայման պետք է խմել գինի, բայց ես այդ հարցը նույնիսկ տվեցի մեր միջազգային գիտաժողովին եւ նույն ձևի ինչպես ես եմ մտածում եւ ինչպես հետազոտություններն են փաստել, շաբաթական 2-3 գավաթը թույլատրելի է, բայց ոչ չարաշահումը բնականաբար եւ ոչինչը պետք չի չարաշահել եւ երկրորդ փաստը ես անպայման ուզում եմ շեշտել, որ մենք ունենք գենետիկ նախատրամադրված ընտանեկան հիպերխոլեստերինեմիաներ, այսինքն
այսինքն դա շատ կարևոր է, մենք ունենք հատուկ գեներ, որոնք պատասխանատու են վատ խոլեստերինի բարձրացման համար եւ մենք ունենք ընտանիքներ եւ ինքը այդպես էլ կոչվում է սիմեյնը հիպերխոլեստերինեմիա, ընտանեկան հիպերխոլեստերինեմիա եւ այդ ընտանիքում բոլոր սերունդներին խոլեստերինը եթե չափենք, իրանք բարձր են եւ ասեմ ավելին, իրանք չեն ենթարկվում սովորական դեղորայքային բուժմանը։ Այստեղ շատ բարդ խնդիրներ ունեն այս մարդիկ վերահսկելու ամբողջ կյանքում իրենց սիրտանոթային համակարգը։ Եվ այս նույն օրինակի վրա, այս ընտանեկան հիպերխոլեստերինեմիայի օրինակի վրա ուզում եմ բերեմ մի դեպք, որ ինձ իմ 33 տարվա փորձի մեջ շատ զարմացրել էր, ուրեմն ինձ մոտենում է մի կին, որը 49 կիլո է, պատկերացնում եք, եւ ինքը ուներ ֆանտաստիկ բարձր խոլեստերին, երակի անգամ վատ խոլեստերինը բարձր էր։ Եվ սա խոսում է նրա մասին, որ մարդը այո կարող է ունենալ շատ նիհար լինել եւ ընդհակառակ նույնիսկ ինքը համարվում էր ոչ թե նորմալ քաշի, այլ նիհար։ Եվ երբ որ մենք ստուգեցինք դիմել էր բացարձակ այլ խնդրով մեզ, ոչ թե սիրտանոթային խնդիրներով։ Եվ երբ որ մենք ստուգեցինք ընդհանուր ստուգման մեջ որոշեցինք խոլեստերինը, որը եռակի բարձր էր, եւ մեզ դա զարմացրեց։ Հետո արդեն երբ որ մենք արեցինք գենետիկական անալիզ, պարզվեց, որ ինքը ունի ընտանեկան հիպերխոլեստերինեմիայի գենը եւ նախատրամադրվածություն ունենալու արյան մեջ բարձր խոլեստերին։ Սա եւս պետք է ուշադրություն դարձնել սրա վրա եւ անպայման եթե ընտանիքում օրինակ նույն ձեր նշած պապիկը, տատիկը արդեն ունեն եւ մաման, պապան ունեն, երիտասարդները պետք է ավելի վաղ սկսեն դրանով զբաղվել, մինչև գանգատներ կամ որևէ հետազոտվել, այո, մինչև գանգատներ ունենալը, որպեսզի կարողանան կանխարգելեն հիվանդությունների զարգացումը։ Շարունակելով ձեր միտքը, ուզում եմ մի օրինակ բերեմ մեր պրակտիկայից։ Շատ հաճախ մի այսպիսի պատկեր է նկատվում։ Պացիենտները նշում են սեռական գանգատ, ավելի շատ իհարկե տղամարդիկ, որտեղ դիմելիությամբ ավելի շատ դիմում են տղամարդիկ եւ պարզվում է, ընդ որում հենց մեր օղակում է պարզվում, որ ինքը ունի բարձր խոլեստերին։ Եվ շատ է եղել, մենք նույնիսկ ձեզ հետ քննարկել ենք տարբեր գիտաժողովների ժամանակ, որ սեռական գանգատը կարող է այս դեպքում հենց լինել այն առաջին նշանը եւ որի ժամանակ պարզվում է, որ ինքը ունի բարձր խոլեստերին եւ ահազանգ լինել հետագայում նրա սիրտանոթային խնդիրների առումով։ Սա զուգադիպություն է, թե հաճախ նաեւ կարող է որպես կանխարգելիչ գործոն ծառայել պրակտիկ բժշկության առումով։ Ինչ կասեք դրա հետ կապված։ Սա շատ կարևոր բան ասեցիք, որովհետև սեռական գանգատը հանդիսանում է առաջին հենց իսկ կարմիր դրոշը, որպիսի հիվանդը արդեն ու հատկապես եթե սեքսապաթոլոգը արդեն հայտնաբերել է արյան մեջ բարձր խոլեստերինը, սա հենց այն կարմիր դրոշն է, որ անմիջապես ինքը գնա սրտաբանի մոտ, անկախ թե ունի սիրտանոթային համակարգից գանգատներ, թե չունի։ Այսինքն սա որ քանի որ մենք մեկ անգամ եւս ասել ենք, որ սեռական անոթները ավելի նեղ են, քան սրտի անոթները, անատոմիապես ավելի նեղ են, քան սրտի անոթները եւ բնականաբար խոլեստերինը կուտակվելիս սեռական օրգանի անոթներում ավելի շուտ է նեղացնում, արյունշրջանառությունը վատացնում եւ ավելի շուտ է առաջանում գանգատը, քան թե սրտի անոթը կնեղանա եւ կառաջանա գանգատ։ Այսինքն եթե ավելի նեղ անոթը արդեն ախտահարված է եւ մենք վստահ գիտենք, որ ախտահարված է խոլեստերինով, մենք անպայման պետք է ուղղորդենք սրտաբանի մոտ եւ թիմային միասին աշխատենք եւ այստեղ հենց կարեւոր 21-րդ դարի կարեւոր մարտահրավերն է արդեն խոսում կանխարգելելն ավելի հեշտ է, քան բուժելը, կանխարգելել սիրտանոթային հիվանդությունը կամ պատահար։
Պարզ դարձավ մեր քննարկումից, որ բարձր խոլեստերինը ժամանակի ընթացքում բերում է անոթային խանգարման, իր հետ նաև առաջացնելով արյան շրջանառության խանգարումներ սեռական օրգաններում։ Տղամարդիկ այս հարցում պետք է լինեն շատ ուշիմ եւ եթե արդեն իսկ նկատել են պոտենցիայի խանգարում, ապա պետք է մտածեն իհարկե հետազոտվելու մասին։ Բժշկուհին արդեն խոսեց, թե ինչ հետազոտություններ պետք է կատարել եւ ինչին պետք է ուշադրություն դարձնել, բայց իհարկե այս դեպքում պոտենցիայի խանգարման շտկման բուժման հարցում շատ կարևոր է նաև սեքսոլոգիական հետազոտությունը եւ օգնությունը։ Եվ այս հարցում ձեզ հարգելի տղամարդիկ կարող է օգտակար լինել մեր հաղորդման գործընկեր Հայսամ ընկերությունը իր Տադաֆորտ եւ դապոքսեցին դեղամիջոցներով։ Տադաֆորտը նախատեսված է պոտենցիայի խանգարման բուժման համար, իսկ դապոքսեցինը նախատեսված է վաղաժամ սերմնաժայթման բուժման ժամանակ։ Երկու սեռական խանգարումներն էլ կարող են ի հայտ գալ, եթե խոլեստերինը կարգավորված չէ, որովհետեւ ինչպես նշեցի, արյան շրջանառության խանգարման արդյունքում իհարկե տուժում է սեռական ֆունկցիան, որովհետեւ արյան շրջանառությունը ապահովում է սեռական օրգանների նյութափոխանակությունը, իսկ այս դեպքում մենք ունենում ենք թթվածնի պակաս։ Տադաֆորտը, ինչպես արդեն նշեցի, նախատեսված է պոտենցիայի խանգարման բուժման ժամանակ, ունի երկու դոզավորում՝ 5 եւ 20 միլիգրամ։ 5-ը նախատեսված է ամենօրյա օգտագործման համար, իսկ 20-ը նախատեսված է պլանավորված սեռական հարաբերությունից առաջ։ Դեղամիջոցը ունի մի կարևոր առավելություն, այն կարգավորում է արյան շրջանառությունը կոնքի օրգաններում եւ օգտագործման հենց սկզբնական ժամանակահատվածում տղամարդիկ արդեն զգում են պոտենցիայի բարելավում։ Ի տարբերություն նախորդ սերնդի ներկայացուցիչների, Տադաֆորտը շատ արագ է ազդում, ինչը շատ կարևոր է սեռական ֆունկցիայի վերականգնման հարցում։ Դապոքսեցինը նախատեսված է վաղաժամ սերմնաժայթման բուժման ժամանակ եւ նույնպես ունի երկու դոզավորում՝ 30 եւ 60։ Դոզավորումը ընտրում է բժիշկը կախված խնդրի վաղեմությունից եւ բարդությունից։ Երկու դեղամիջոցների միաժամանակյա օգտագործման պարագայում տղամարդու սեռական առողջությունը հնարավոր է վերականգնել շատ կարճ ժամանակահատվածում։ Դեղամիջոցները ունեն կողմնակի ազդեցություններ, որոնց մասին բուժող բժիշկը պետք է անպայման իրազեկի պացիենտին։ Տիկին Լամարա, ամփոփելով մեր հետաքրքիր զրույցը, եկեք խոսենք կանխարգելու մեծ վերջի ինչպես դուք նշեցիք, այսօրվա բժշկությունը առաջնությունը կարևորությունը տալիս է կանխարգելմանը, որոնք են այն հիմնական ուղղությունները խոլեստերինի կարգավորման հարցում։ Դա սննդակարգն է, դա բուժումն է, կենսակերպի փոփոխությունը, ինչն է, ինչից սկսի մարդը։ Ամենաառաջինը ուրեմն շատ հետաքրքիր է, սենց հերթականությամբ հիմա անցնենք։ Ամենաառաջինը բնականաբար հրաժարվել վնասակար սովորություններից, ծխելուց եւ խմելուց, խմիչքի չարաշահումից, իսկ ծխելը ընդհանրապես պետք է հրաժարվել, որովհետեւ մենք արդեն ասեցինք, որ անգամ անցնելով էլեկտրոնային սիգարետների մենք չենք նվազեցնում նիկոտինի վնասը, հա, մեր անոթներին։ Եվ պետք է հրաժարվել, որովհետև 21-րդ դարում ծխող տղամարդը դա այն մաչոն չէ, որ դեռ կար առաջվա պատկերացված։ Այո, 21-րդ դարի մաչոն դա պարապած ֆիզիկապես առնակազմ տղամարդն է, որը որ շատ գրագետ եւ շատ ճիշտ պահում է իր առօրյա կենսակերպը, տեսեք, անպայման հետևել բնականաբար սնունդին, անպայման պետք է գրագետ սնվել, ես միշտ այդ բառը սիրում եմ օգտագործել, հա, գրագետ սնվել, այսինքն հրաժարվել պարզ ածխաջրերից, հրաժարվել ավելի ճարպոտ սնունդից, որոնք պարունակում են բարձր խոլեստերին, այո, խոլեստերով հագեցած այդ սնունդը, այդ մշտական խորովածները պատկերացնում եք, դե հասկանալի է, որ շատ համեղ է խորովածը, բայց տենց անընդհատ չարաշահել, հա, տղերքով խորոված ուտելը, բան, տենց վրայից էլ խմել մինչև պուլսը կորցնելը, տենց այդքան ես կարծում եմ, այս ամենը արդեն անցանք էլի, դա այս 21-րդ դարը արդեն այս ձևաչափը մի ձևի չի ընդունում որպես լավ տղամարդու կերպար եւ բնականաբար հրաժարվել
նստակյաց կյանքից, ունենալ ֆիզիկական ակտիվություն, այո, ժամանակ տրամադրել մարզասրահները, հաճախել, գոնե քայլել, եթե հնարավոր է, որովհետև տեսեք, ամեն մի քայլը ծախսում է կիլոկալորիաներ եւ մենք ծախսում ենք մարում ենք մեր ճարպերը բնականաբար եւ բնականաբար ավելնորդ խոլեստերինը չի կուտակվելու արդեն անոթներում կամ թեկուզ նույն որովայնայում եւ այլ եւ այլ։ Ուզում եմ ասեմ, ներքին օրգաններն էլ արդեն պաշտպանված են լինում խոլեստերինի ավելնորդ կուտակումից։ Անպայման ես նաև խորհուրդ կտամ, որ մեր դա մտնի կենսակերպի որպես կարևոր բաղադրիչ պրոֆիլակտիկ հետազոտությունները։ Հա, անպայման չէ, որ մարդը պետք է ունենա գանգատ, նոր Փառք Աստծո հիմա ունենք արդեն համապարփակ ապահովագրություն եւ հատկապես տարեցները, որ կարող են գոնե օգտվել այդ հնարավորությունից եւ անպայման առանց գանգատի երիտասարդներին էլ եմ ուզում անպայման հուշեմ, որ տարին 2 անգամ անկախ նրանից թե ունեն գանգատ թե չունեն, պետք է անցնել պրոֆիլակտիկ զննումներ եւ նաեւ հանձնեն որոշ հետազոտություններ կատարեն եւ այդ թվում անպայման խոլեստերինի հետազոտությունը պետք է կատարել եւ որովհետեւ նա կարող է ուղղակի պատահական հայտնաբերում լինի առանց գանգատի եւ եթե ինքը արդեն ունի բարձր խոլեստերին, ես շատ հաճախ բժշկի սենյակում առաջի անգամ չափելի զարկերակային գերճնշումը մենք հայտնաբերում ենք, որ հիվանդը ունի բարձր զարկերակային գերճնշում, ինքը դեռ երիտասարդ է եւ բնականաբար ոչ մի գանգատ չունի եւ մենք գիտենք, որ դա շատ ավելի վատ, որ հիվանդը գանգատ չունի եւ ինքը չգիտես ինչքան ժամանակ այդ բարձր ճնշման ներքո է ապրում եւ սովորել է արդեն այդ բարձր ճնշմանը չի կարելի սովորել բարձր զարկերակային ճնշմանը։ Բացի դրանից անպայման պատահական մենք հետազոտելով հայտնաբերում ենք շաքարի թվերի բարձրացում, հա, իրան մեջ, տեսեք, որի մասին չեն էլ կասկածում, 6-ից բարձր շաքարը արյան մեջ կարծես թե նորմա է մինչև 6.4 միլիմոլնալիտր, բայց 6-ից բարձրը արդեն հուշում է մեզ, որ այստեղ կա խնդիր մետաբոլիկ համախտանիշի։ Ոչ մի տղամարդ բնականաբար իր կոնքագիծը չի չափում, բնականաբար, հա, փորի շրջագիծը չի չափում, բնականաբար մենք գիտենք, որ տղամարդկանց մոտ պետք է լինի 102 եւ ոչ ոք չի չափում բնականաբար մտածելով, որ դե ինքը այդքան էլ գեր տղամարդ չէ։ Այսինքն այս բաները, որոնք որ կարող ենք նախորոք անել ու պատահական հայտնաբերել, ես կոչ եմ անում, որ մարդիկ անկախ գանգատից հետազոտվեն, տարին 2 անգամ հետազոտվեն, որտեղ զարկերակային գերճնշումը, շաքարային դիաբետը, մետաբոլիկ համախտանիշը եւ ճարպակալումը եւս դրանց կանխարգելումը եւս կանխարգելում է բարձր խոլեստերինի կուտակումը արյան մեջ։ Հարգելի հետևորդներ, հուսով եմ բժշկուհու խորհուրդները ձեզ համար պարզ էին եւ անպայման պետք է ուշադրություն դարձնեք եւ տարին գոնե 1 իսկ ցանկալի 2 անգամ հետազոտվեք, եթե ուզում եք ունենալ առողջ սիրտ եւ առողջ սեռական կյանք։ Տիկին Լամարա, անչափ շնորհակալ եմ հետաքրքիր եւ օգտակար զրույցի համար։ Առավել քան համոզված եմ, այս հաղորդումը դիտելուց հետո շատերը իհարկե կլինեն ավելի զգոն եւ կմտածեն իրենց առողջ սրտի եւ առողջ ու ներդաշնակ սեռական կյանքի մասին։ Շնորհակալություն։ Ես էլ եմ շնորհակալ, քանի որ ես կարծում եմ, որ մեր խոսակցությունը դարձնում է մարդկանց ավելի իրազեկված, պաշտպանված եւ իհարկե առողջ։ Սեռական այբուբեն խորագրի ներքո ես մեծ հաճույքով պատասխանում եմ ձեր բոլոր այն հարցերին, որոնք դուք ուղարկում եք մեզ։ Շնորհակալություն մեզ վստահելու եւ հարցեր գրելու համար։ Մեզ համար անչափ կարեւոր է դա։ Իսկ այժմ հարցը։ Բարև ձեզ, ես 52 տարեկան եմ, դարձել եմ ավելի դյուրագրգիռ, քունս խանգարված է եւ միաժամանակ սեռական հարաբերության ժամանակ չորություն եւ անհարմարություն եմ զգում։ Կարող է սա կապված լինել հորմոնալ փոփոխությունների հետ։
Հաշվի առնելով ձեր նշված գանգատները, պետք է նշեմ, որ ժամանակի ընթացքում ամենայն հավանականությամբ ձեզ մոտ առաջացել են հորմոնալ խանգարումներ։ 52 տարեկանը այն ժամանակաշրջանն է, երբ արդեն սեռական հորմոնները սկսում են նվազել, ասել է թե դաշտանադադարի ժամանակաշրջանն է, երբ օրգանիզմը արդեն գտնվում է աշնանային այն հատվածում, երբ հորմոնները պարբերաբար սկսում են իրենց զգացնել տալ, բարձր ցածր լինելու պատճառով։ Քնի խանգարում, դյուրագրգիռ վիճակ, չորություն, սրանք բոլոր այն գանգատներն են, որոնք կանայք նշում են դաշտանադադարի ժամանակ։ Ինչ է պետք անել։ Նախ չընկճվել։ Դաշտանադադարը ֆիզիոլոգիական վիճակ է, որը պետք է դիմավորել հանգիստ եւ պատրաստված եւ ամենակարևորը զինված գիտելիքներով։ Դաշտանադադարի ժամանակ ճիշտ է, շատ կանայք նշում են չորություն սեռական հարաբերության ժամանակ, բայց դա լուծելի է։ Օրինակ, կարող եք հարաբերության ժամանակ օգտագործել լյուբրիգելեր կամ ինտիմ գելեր, որոնք նախատեսված են հեշտոցի չորությունը թեթևացնելու կամ վերացնելու համար։ Որպես կանոն, շատ կարևոր է ուշադրություն դարձնել քնի հիգիենային։ Ինչպես մենք խոսել ենք մեր նախորդ թողարկումների ժամանակ, քունը ունի հսկայական կարևոր նշանակություն, հետևաբար իհարկե պետք է կարգավորել քունը։ Սնունդը, մենք խոսել ենք դրա մասին, եւս կարևոր է։ Եվ ամենակարևորը հորմոնալ անալիզներ հանձնելուց հետո պարտադիր ստանալ համապատասխան բուժում։ Բուժումը կարող է լինել ինչպես հորմոն պարունակող դեղերի միջոցով, այնպես էլ եւ ոչ հորմոն պարունակող, օրինակ, բուսական հավելումների տեսքով։ Դաշտանադադարի հետևանքները մեղմելու հարցում շատ կանայք նախընտրում են ընդունել ոչ հորմոնալ դեղեր, ինչ-ինչ մտավախություններից ելնելով։ Այս հարցում կարող է օգտակար լինել մեր հաղորդման գործընկեր Սավիտա Հերբսը իր կլիմա բնական հավելումով։ Դաշտանադադարի շրջանն այլևս խոչընդոտ չէ ձեր ակտիվ կյանքի համար։ Մեր գործընկեր Սավիտա Հերբսի կլիմա բնական հավելումը հատուկ ստեղծված է կանանց համար։ Անանուխի, պատրինջի եւ ռոդիոլայի արմատների հզոր փունջը մեկ պատիճում վերացնում է առատ քրտնարտադրությունը, նյարդայնությունն ու անքնությունը։ Ընդունեք ընդամենը մեկ պատիճ օրական 2 անգամ սննդի հետ եւ դուք կրկին կզգաք ձեզ հիանալի։ Ուշադրություն, հավելումը վաճառվում է առանց դեղատոմսի, սակայն ունի հակացուցումներ, որոնք մանրամասն ներկայացված են ներդիրում։ Օգտագործումից առաջ անպայման խորհրդակցեք ձեր բժշկի հետ ավելի լավ արդյունք ունենալու համար։ Պետք է նաև հատուկ շեշտել, որ կլիման չի պարունակում հորմոն եւ չի կարելի այն համատեղել հորմոնալ դեղերի հետ։ Կլիմա, երբ եղանակը ստեղծում ես ինքդ։ Այսօրվա գիշերային զրույցն էլ ավարտվեց։ Դիտեք մեզ ATV-ի եթերում, իսկ համացանցում դա կարող եք անել ցանկացած պահի։ Գրեք ձեզ հուզող հարցերը, մենք դրանց արագ պատասխանում ենք։ Թողեք մեկնաբանություններ եւ տարածեք մեր տեսանյութերը։ Մեզ համար անչափ կարևոր է ձեր վստահությունը։ Մեր գիշերային զրույցների ընթացքում մենք խոսում ենք այն ամենի մասին, ինչի մասին դուք լռում եք։ Մեր գիշերային զրույցները շատ առողջարար են։